Բարև Արնո։ Բարև։ Արնո, ես գնում եմ։ Արպի լավ կլինի խոսեք։ Խոսեք նոր։ Չեմ։ Արպին լավ չի, մի քանի օրով տանեն մեր տուն։ Արնո, ես ընդհանրապես եմ գնում։ Ոչ թե մի քանի օրով։ Լավ կլինի խոսեք։ Արնո, դու ինքդ էիր ասում, որ սպասում ես երեխան ծնվի, որ ինձ տնից դուրս անես։ Հետո։ Հիմա երեխան չկա։ Ես գնում եմ։ Շատ հետաքրքիր է։ Ոնց տեսնում եմ իրերը հավաքել ես արդեն։ Հա։ Ու լավ տեղ ես պատրաստում գնաս։ Կարող ես սպասող ունես, որ սեն շտապում ես։ Չէ, ուղղակի ես քո տանը էլ անելիք չունեմ։ Հա, ճիշտ ես։ Դու իմ տանը ոչ մի անելիք չունես ու չես էլ ունեցել։ Ես շատ իզուր եմ քեզ բերել իմ տուն։ Ափսոսում եմ։ Ուրախացել ես Արփի։ Ուրախացել։ Դու գոնե հասկանում ես ինչ ես ասում։ Շատ լավ եմ հասկանում։ Ոնց տեսնում եմ ազատվել ես այն խոչընդոտից, ով որ խանգարում էր, որ հասնես քո երազանքին։ Իմ երեխան իմ համար երբեք խոչընդոտ չի եղել, Արնո։ Դու երազում ես այս բանի մասին։ Արնո, դու ինքդ էիր ասում, որ ես քեզ պետք չեմ։ Խնդրում եմ ինձ հանգիստ թող։ Չեմ կարող։ Ինչի։ Դու ինքդ էիր ասում, որ եթե երեխան չլիներ, դու ինձ վաղուց դուրս կշպրտեիր։ Լավ հիշողություն ես, ասել եմ։ Դե ուրեմն ինձ հանգիստ թող։ Հանգամանքները փոխվել են Արփի։ Ինչի Արնո։ Երեխան էլ չկա։ Մնացել ենք ես ու դու։ Դե ուրեմն ինձ հանգիստ թող։ Հա, ճիշտ ես։ Իմ երեխան էլ չկա։ Բայց հիմա լրիվ ուրիշ ձև ա լինելու։ Դու գալու ես իմ տուն։ Դու գալու ես իմ տուն։ Իմ տուն, Արփի։ Իմ տուն։ Խնդրում եմ Արնո։ Թող գնամ։ Երկուսիս համար էլ տենց ավելի լավ կլինի։ Լավ կլինի։ Ես գիտեմ, որ դու ուրախացել ես։ Դու ազատվել ես քո երեխուց, որ շատ արագ հասնես քո նպատակին ու երազանքին։ Երևի արդեն տեղյակ ես պահել, հա։ Արնո, ես իմ երեխուց չեմ ազատվել։ Ու սա իմ համար նույնքան ծանր է, որքան քո համար։ Գիտես ինչ, Արփի։ Ես զգում եմ, որ քո համար առանձնապես ծանր չի։ Դեռ մի օր չի անցել։ Դու արդեն քո կյանքն ես դասավարում։ Ճիշտ եմ, չէ՞։ Ես չեմ ուզում քեզ ինչ-որ բան ապացուցել։ Ես էլի վիճակի չեմ։ Ու դու մտածում ես, որ ինձ ապացուցելու բան չունես։
Դու ինձ ամբողջ կյանքդ պիտի ապացուցես, որովհետև ես Առնոն եմ, որովհետև դու իմ կինն ես, ու դու իմ հետ գալու ես իմ տուն, դու ոչ միտեղ չես գնալու, որովհետև դու ամբողջ կյանքում իմն ես։ Ու դու լավ գիտես, որ քո արցունքներն ու հիստերիան իմ համար ոչինչ չարժի։ Եթե ես որոշել եմ, որ դու իմ հետ գալու ես իմ տուն, ուրեմն գալու ես։ Չէ, Առնո։ Ես մեկա գնալու եմ։ Ես չեմ ուզում ոչ լսեմ քո լացուկոցը, ոչ նվնվոցը, ոչ էլ քո խնդրանքներն ու աղաչանքները։ Դու գլուխդ կախ, իմ հետ գալու ես։ Հակառակ դեպքում գիտես չէ ինչ կլինի։ Քո բոլոր հարազատները, այն մարդկանց, որ շատ ես սիրում, բոլորը վտանգի կենթարկվեն։ Չնայած ես գիտեմ, որ դու սովոր ես քեզ զոհել հանուն քո սիրելիների։ Հիմա էլ վատ տարբերակ չի։ Կարաս ընտրես։ Ինչ ես ուզում, Առնո։ Խնդրում եմ թող գնամ։ Չեմ կարա։ Դու իմ հետ ես գալու։ Մինչև վերջ։ Վրամ։ Աստված իմ։ Ինչա կատարվում հետս։ Ինչա կատարվում։ Գողա իսկականից գժվում եմ։ Չէ, ինքը չէր։ Ինձ թվաց, թե ինքն էր։ Չէ, չի կարա ինձ ուղղակի թվա։ Ես գում եմ Վրամը հաստատես տեղը, ինքս տեղը։ Խոսեցիք նորմալ ամեն ինչ։ Քեզով ներս հրավիրեց, սիրելի զոկանջ։ Ես քեզ թույլ չեմ տալի խառնվես իմ ընտանեկան հարցերին։ Ոչ այսօր, ոչ վաղը, ու ընդհանրապես։ Իսկ հիմա կարաս մեզ մենակ թողես։ Մորդ կարաս ասես, որ գնա, որովհետև դու իր հետ ոչ միտեղ չես գնալու, ինքն էլ քո հետ ոչ միտեղ չի գալու։ Ես քեզ խնդրում եմ։ Մի խնդրի։ Չես ուզում ինձնից։ Ինչի՞դ եմ պետք։ Շուտով կիմանաս։ Դու իմ հետ կգաս տուն։ Ցանկալի ոչ մեկին օգնության հարցով չդիմես, որովհետև իրանց էլ վնաս կտաս։ Դու կգաս իմ տուն։ Ու ամեն ինչ քո համար պարզ կլինի։ Հուսով եմ ոչ մի ֆոկուս չես անի։
Չի թողնում գամ։ Ոչինչ։ Դու իմ ագնատուն։ Երկուսդ էլ ստրես եք տարել։ Գնա հետո ամեն ինչ կանդարտվի, ես Արնոյի հետ կխոսեմ։ Չես տեսնում, որ քեզ չի լսում։ Չի լսում, պապային կլսի։ Ես կխոսեմ հորդ հետ։ Պապային ոչինչ բան չասես։ Չեմ ուզում, որ սրա մասին իմանա։ Ես այդ դեպքը չի։ Ինքը պետք է իմանա, ու այս հարցը պետք է լուծվի։ Մամ, չես հասկանում, Արնոն ոչ ոքին չի լսի։ Չի լսի ու ոչ մի բան էլ չի փոխվի։ Արդեն շատ ուշ է ինչ-որ բան փոխելու համար։ Այդպես մի ասա։ Մամ, ինչ արեցիր իմ հետ։ Ես քեզ ինչ էի արել։ Ալո։ Բարև։ Ինչ կա, ոնց ես։ Լավ, դու ասա։ Եթե զբաղված չես կուզենայի հանդիպենք բան։ Հո բան չի եղել, Արամ։ Հեռախոսով խոսալու բան չի։ Ես հիմա տուն եմ գնում, այլ գործ չունեմ, ասա ուր գամ։ Վրամ։ Լավ ես արփի։ Ոչինչ նորմալ։ Մենք ավելա բարձրանանք վերև, հետո կխոսենք։ Հա, շատ օգնած եմ։ Ես քեզ կբարձրացնեմ։ Մենակ լսած չլինի։ Արամ, ինչ ա եղել։ Շատ անհանգստացել, որ զանգեցիր։ Ման ես ինձ հետ քնել լավ չեմ զգում։ Ան հենց ինձ պետք է այս ժամանակ եմ քեզ հիշում։ Դու ասա ինչ ա եղել։ Ոնց հասկացա, շատ վատ բան է։ Հա, վատ բան է։ Ում հետ է կապված, ինչ ա եղել։ Արփի, Էլի։ Հիմա ինչ ա եղել։ ան Արփին երեխան կորցրել է։ Ով է ասել։ Կարևոր չի ով է ասել։ Կարևորը իմ Արփի վիճակն է։ Հասկանում եմ։ Շատ վատ բան է եղել։ Բայց Արնոն հոգ կտանի Արփի մասին։ Դու մի անհանգստացի։ Արնոն ամեն ինչ կանի Արփի համար։ Չէ, ան։
Դու շատ բաներ կան, որ չգիտես։ Անիմա Արփին շատ վատ դրության մեջ է։ Արամ, հասկանում եմ, երեխա կորցնելը շատ ծանր բան է, բայց Արփին պետք է իր ընտանիքում մխիթարություն ու աջակցություն գտնի։ Կներես, որ ասում եմ, բայց դու լավ կանես հեռու մնաս։ Գիտես, Արփին մի քանի օր առաջ պարկել էր գնացքի գծերին, որ ինքնասպան լինի։ Ոնց։ Երեխա կորցնելուց հետո։ Չէ, մինչև այդ։ Բայց ինչի։ Ինչ է եղել։ Արփին ասում էր, որ Առնոյի սերն ու հոգատարությունը ստիպում են իրան, որ ինքը սիրի Առնոյին, որովհետև Ես այդ ամեն ինչ չգիտեմ, բայց հիմա ամեն ինչ ուրիշ է։ Կներես ան, մեզ չեմ կարող ամեն ինչ բացատրեմ։ Ուղղակի կարամ մի բան ասեմ։ Առնոն գիտի իմ մասին։ Իմացել է։ Պատկերացնում եմ ինչ որի է հասցրել, որ այդ հղի վիճակում Վախացրել է, որ երեխուն ծնվելուց հետո կվերցնի ձեռքից։ ու հիմա ինչ է ստացվում։ Առնոյին միակ պահող բանը այդ երեխին էր։ Հիմա երեխին չկա։ Ինքը Արփի կյանքը դժոխք կդարձնի։ Ինչ ես ուզում որ անեմ քո համար։ Անես վախենում եմ Արփի համար։ Չգիտեմ ինչի Առնոնի մեջ չի հանդիպել, ինչի բացատրություն չի ուզել, բայց ինձ այդ չի հետաքրքրում։ Ինձ հիմա մենակ Արփի վիճակն է անհանգստացնում։ Ուզում ես որ զանգեմ։ Անեն ինչ ասել ես, ես անգիր գիտեմ։ Չէ։ Ոչ մի բան չեմ ասել։ Ան ինձ էլ հասկացի։ Ուզում ուղղակի ձայնը լսեմ։ Արամ կզանգեմ։ Ուղղակի չգիտեմ կպատասխանի թե չէ։ Կարող է Առնոն կողքը լինի։ Ինչի էր վրան գորում։ Այսինքն Անկար չխափես ինձ։ Ես լսեցի, որ դու վրամ էիր գորում։ Առնո ինձ ուղղակի թվաց։ Ես քեզ չասեցի չխափես։ Ինչ տեղեկություն ունես վրամի մասին։ Ոչ մի տեղեկություն չունեմ, Առնո։ Դու գիտես, որ ես շատ վաղուց հեքիաթների չեմ հավատում։ Ես հեքիաթ չեմ պատմում։ Դե ուրեմն ասա այն ինչ որ գիտես։ Ոչ մի բան չգիտեմ, Առնո, ասում եմ ինձ թվաց։ Ինձ այսօր ամբողջ օրը թվացել է, որ ինքը ստեղ է։ Մեկ ձայնն էի լսում, մեկ ինձ թվում էր ներսում է։ Պատտվում էի, տեսնում էի չկա։ Երևի գժվել է։ Հետո Այսօր տաքսիով գնում եմ, ինձ թվաց տեսա, մինչև հասա չկար, անհետացել էր։ Չգիտեմ Առնո։ Հետո եղա։ Հետո ոչ մի բան, ինձ անդադ թվում էր, որ ինքը ստեղ է, տանն է։ Ու ինչ։ Մտածում ես հետևից է տուն ա եկել։ Չգիտեմ։ Ասում եմ, են ինչ որ կա Առնո, չեմ խաբում։ Ինձ ուղղակի թվացել է, որ ինքը այստեղ է։ Բայց եթե այստեղ չի, ուրեմն այստեղ չի։ Աստորեն տեսել ես վրամին։ Չես լսում Առնո, ասում եմ չեմ տեսել, ինձ թվացել է։ Լավ, սիրելի քույրիկ։ Միջով այնացի ամեն ինչ պարզ է։ Կարաս գնես։ Արտը տունարի։ Արտուրս ինչ է կանում։ Տղեկ ես գուշացնում ես, տանս խողությունը ավելի է գուժաղացնում։ Հանկարծ ոչ ոքի տուն չեք թողում մտնի առանց իմ իմացության։ Պարզ է։
Կարվին հենց ոնց ասում ես։ Ես ուզում եմ որ գնաք գտնեք Վարամին։ Վարամը հաստատ քաղաքում է։ Եթե քաղաքում լիներ գտած կլինեինք։ Այն օրը սաղ քաղաքը մանենք եկե չենք գտե։ Արտա դու արան ինչ որ ես եմ քեզ ասում։ Ես գիտեմ որ քաղաքում է գտեք։ Լավ։ Ոնց ես։ Ոնց որ տեսնում ես, ողջ եմ Նելի։ Բան չունես ինձ ասելու։ Սոնա դու լավ գիտես, որ ես դիտավորյալ չարեցի։ Դու էլ ինձ ես հրել։ Ու քո փոխարեն կարող է ես այստեղ պարկած լինեի։ Հա, Նելի։ Բայց դա քիչ բան եմ փոխում։ Տուժածը ես եմ, ոչ թե դու։ Ես զարմացած եմ, որ դու քննիչին ոչինչ չես ասել։ Անունս չես տվել։ Լավություն եմ անել քեզ։ Շատ մեծ լավություն իմացի հետ։ Ու իմացի մի բան, եթե ես ուզենայի, դու հիմա ճաղերի ետևում էիր։ Ես սպասում էի, որ քննիչը ինձ կկանչի բաժին։ Կամ էլ միանգամից կձերբակալի։ Շատ մեծ հաճույքով կանեին էլի։ Բայց դու ինձ պետք ես։ Ինչ ա նշանակում ես քեզ պետք եմ։ Ես քննիչին չեմ ասի, որ դու ես ինձ հրել։ Ու դու էլ չես ասի։ Կձևացնես իբր տանս տեղն էլ չգիտես։ Ես փրկում եմ քեզ։ Բայց փոխարենը դու կանես այն, ինչ որ ես քեզ կասեմ։ Ու ինչ ես մտածել։ Ու այդ քո գործը չի, թե ես ինչ եմ մտածել։ Ես պլաններ ունեմ։ Ոնց որ առաջվանը չլինես։ Դու Առաջվանը չկան էլի։ Առաջվա Սոնան չկա էլ։ Դու իմ կյանքը ինձ սարքել եք այն, ինչ որ հիմա ես կամ։ Ու ես հիմա շատ վատն եմ, զզվելի։ Ու այս կյանքից ստանալու եմ այն, ինչ որ երբեք չեմ ունեցել։ Հերիք եղավ արդեն։ Հիմա ես էլ ոչ մեկի ձեռի խաղալիքը չեմ լինելու։ Ու հիմա ես եմ կանոնները թելադրելու Նելի։ Ոչ մեկ երբեք չպետք է իմանա, որ դու իմ տուն ես եկել ու մենք կռվել ենք։ Ու դու ինձ չես հրել։ Եվ ում վրա ես ուզում բարդել մեղքը։ Այդ արդեն քո գործը չի։ Արնո բարև, Աննան եմ։ Լավ եք։ Հա, լավ ենք։ Արփին ոնց է։ Շատ լավ։ Դե Մարկին տեսա, ասեց ինչ է եղել։ Անհանգստացա, ուզում եմ հետը խոսեմ։ Կարելի է։ Ալո։ Արփի բարև։ Ոնց ես։ Բարև։ Ոչինչ։ Ցավում եմ շատ։ Իմացա ինչ է եղել։ Շատ կուզենայի կողքդ լինեի։ Ապրեսն։ Ինչի համար։ Դե որ անհանգստանում ես։ Իհարկե անհանգստանում եմ Արփի։ Ոնց կարայի չանհանգստանայի։
Դու աշխատի չնեղվես, քեզ լավ նայի, մտածի, որ ամեն ինչ լավ է լինելու։ Ուզում եմ, որ լավ լինես, ու չտխրես։ Հա, գիտեմ։ Լավ, Արփի, շատ չեմ ուզում քեզ անհանգստացնել, հիմա քեզ հանգիստ է պետք։ Ապրես, որ զանգեցիր։ Լավ եղի, հաջողություն։ Տեսար, որ ասում եմ։ Իրոք շատ վատ էր ձայնը։ Չգիտեմ ինչ անեմ։ Արամ Արփինի մեզքան տարվա ընկերուհին է ու ես իրան այսքան վատ հլը չէի տեսել։ Ձայնը լսելը մենակ հերիք էր, հասկանայի, թե ինչքան վատ է։ Վախենում եմ պատկերացնեմ, թե հիմա ինչ է սպասվում Արփին։ Արամ, անկախ ամեն ինչից մի մոռացի, որ Արփին Առնոյի կինն է։ Ավելի ճիշտ սեփականությունն է։ Չեմ ուզում քեզ կոտրեմ, բայց դու հազիվ թե կարողանաս ինչ-որ բանով օգնես Արփին։ Աննա, ես չեմ պատրաստում ձեռներս ծալած նստեմ ու նայեմ ոնց է ինքը տանջում Արփին։ Բայց ինչ ես ուզում անես, Արամ։ Փաստորեն Արփին հեռախոսով խոսալու իրավունք էլ չունի։ Արամ, ես հասկանում եմ քո մտահոգությունը։ Բայց մի մոռացի, որ Արփին Առնոյի կինն է։ Այդ բան չի փոխում։ Ինձ ոչ մեկ ու ոչ մի բան չի կարող խանգարի, որ ես մտածեմ Արփիի մասին։ Հասկացի, Արամ։ Դու հիմա ինչ էլ որ անես, այդ Արփիի դեմ է աշխատելու։ Ես զարմանում եմ Առնոն ոնց տվեց հեռախոսը Արփին։ Ես մտածում եմ, որ հեսակասի ինչի է զանգել, մոռացի համարը, որովհետև մի անգամ արդեն զգուշացրել էր։ Ինչ անեմ ան։ Չգիտեմ, Արամ, ամեն ինչ շատ բարդ է։ Դու մի օրում շորտ տվեցիր իմ ամբողջ կյանքը։ Ես այդքան շատ բան չէի ուզում։ Ես ուզում էի սիրածս կնոջ կողքին երջանիկ լինել։ Ես ուզում էի բոլոր նորմալ մարդկանց նման երեխաներ ունենալ։ Իսկ դու խլեցիր ինձանից հետ։ Դու խլեցիր այն ինչ որ ես ունեմ։ Նախ դու խլեցիր ինձանից քեզ, դու չտվեցիր, որ քեզ սիրեմ։ Հետո էլ ինձանից խլեցիր երախոս։ Դու ամեն ինչ ես խլել ինձանից։ Ամեն ինչ։ Սկզբից քեզ, հետո երախոս։ Ես էլ քեզ եմ զարկելու քո սիրուց։ Դու քո մաշկի վրա պիտի զգաս ինչ է նշանակում սիրուց տանջվել։ Դու կմնաս այս տանը։ Կմնաս այս տանը այնքան ժամանակ, ինչքան որ ես ուզեմ։ Ու հանկարծ մտքովդ չանցնի, որ կարես փախնես։
այդ ժամանակ հերիդ չես լացի Արամի համար, ես կմորթեմ այդ լակոտին ու դու կգնաս գերեզմանի վրա կլացես ու դու շատ լավ գիտես, որ նա քո մեղ կա։ Դու գիտես բաներ, որ ես էլ չգիտեմ։ Դու գիտես բաներ, որոնք ես շուտով կիմանամ։ Ես ամեն ինչ եմ իմանալ։ Աստվածը ես ոնց եմ իր հետ ապրելու մի հարկի տակ ինքը ոչ մի բանի առաջ կանգ չի առնի կսպանի Արամին Ինձ թվում է ասելու բան ունես։ Ինչքան ես պատրաստվում սենց ապրել։ Իսկ դու ինչի նկատի ունես Էվա։ Ինչքան ես պատրաստվում Արփին տանջել ու զորով պահել։ Եթե չես համակերպում, կարաս բաց թողնես գնա։ Իսկ եզով ասեց, որ դու կարծիք հայտնելու իրավունք ունես։ Ես քո համար եմ անհանգստանում Արնո։ Ինձ համար պետք չի անհանգստանալ։ Ես ոչ մեկի հոգատարության կարիք չունեմ։ Ախր ես տեսնում եմ, որ մենակ Արփին չի տանջվում։ Դու էլ ես տանջվում։ Դու մի խառնումի։ Արփին կմնաս տեղ այնքան ժամանակ, ինչքան ես ճիշտ համարեմ։ Ու կկրի իր պատիժը մինչև վերջ։ Ես երբեք չեմ խառնվել Արնո։ Բայց հիմա կարծում եմ, որ պիտի խոսենք այս ամեն ինչի մասին։ Ես գիտեմ, որ դու Արփին պահում ես, որովհետև սիրում ես։ Որովհետև առանց իրը չես կարող ապրես Արնո։ Հա, չես կարող։ Էդ է ճշմարտությունը։ Ուրիշ ճիշտ չկա։ Դու երկարացնում ես արդեն։ Ես չեմ ուզում քեզ լսել։ Արնո, ես գիտեմ, որ սիրում ես։ Եթե սիրում ես, կարծում եմ, որ ճիշտ կանես ներես։ Ներես ու հանգիստ ապրես իր հետ։ Ձեր հետ կդրի։ Ուր ես գնում։ Ես գնում եմ, որ չլսեմ քո զառանցանքները։ Ես չեմ ուզում քեզ լսել։ Այ Արնո։ Արամ։ Բարև։ Բարև։ Նստի հետ խոսալ բան ունի։ Ինչ է եղել։ Արամ, խնդրում եմ, նստի խոսալ բան ունի։
Ինչ է։ Պապան ասաց, որ Արփինն ես տեսել։ Հա, տեսել եմ։ Արամ պապան շատ անհանգստանում է քո համար։ Արմա պետք չի իմ համար անհանգստանալ։ Ես երեխա չեմ։ Արամ դու լավ գիտես, որ պապան անհանգստանում է քո համար։ Դու Արփիի պատճառով շատ ես տառապել։ Արմո, եթե կա մեկը ով տառապել է, այդ Արփինը։ Ու Արփիից ավել էս պատմության մեջ ոչ մեկ չի տուժել։ Արամ, հա, հասկանում եմ։ Բայց Արփինը անտրել է տարբերակը։ Ինքը չէ՞ քեզ բաց թողեց։